մեկի սխալներ չենք կրկնել, եթե մենք սխալ անեինք 4 ամսում չէինք հավաքի 350,000 ձայն։ Այսինքն մենք ամեն ինչ ճիշտ ենք արել, Փաշինյանը սխալվել է, գողացել է քվեներ, սխալվել է տերոր արել ընտրության ժամանակ, սխալվել է մենք ինչ ասում էինք, մենք դա տեսնում էինք եւ դրան հասնելու ենք, բայց եթե նորից եմ կրկնում, մենք չենք հաղթել, Փաշինյանն էլ չի հաղթել, պարտվել է հայ ժողովուրդը, հիմա դրա համար մենք դիմում ենք սահմանադրական դատարան, որպեսզի ճիշտ որոշում կայացնի։ Կներեք, բայց հայ ժողովուրդը հաշտ է այս արդյունքների հետ, դասեր քաղելու հետ կապված մի հաց պետք է տամ։ Դուք բիզնեսում հաջողած անձնավորություն, բայց ըստ էության քաղաքականության Ես ավելի հաջողակ գտնվեցի քաղաքականության մեջ։ 4 ամսում դառանք հաղթող ուժ։ Պատկերն այլ է, պարոն Կարապետյան։ Բայց ձերոնք են շատ եք էլի վռազում, համբեր եք, հələ օրեր կա, ժամեր կա, հələ հիշում եք, որ ասում եք դուք հաջորդ վարչապետն եք, ձեր թիմակիցները ասում Այս ընտրություններից անձամբ դասեր քաղել է պարոն Կարապետյանը, թե ոչ։ Որ ընտրություններից։ Այս ընտրություններից դասեր քաղել եմ։ Ինչ դաս, կասեք պարոն Կարապետյան։ Որ պետք է գործ ունենալ միշտ, նորմալ իշխանության հետ։ Ոչ այսպիսի իշխանության հետ, որ իրենց վախերի մեջ անմեղ տեղը կալանավորում են բոլորին, չեն էլ նայում, աչ, ծախ, ում են կալանավորում, բոլորին կալանավորում են։ Ինչ է կատարվում հիմա ԲՀԿ-ի հետ։ Նորմալ։ Ձեզ ինչ է սպասում, ձեզ անուննել է տվել, Ռոբերտ Քոչարյանի անուննել է տվել, ձեր անուննել է տվել, ասել, ինչ ասել եմ, անելու եմ։ Ու ասում է բոլոր ընտրակաշառք բաժանողները պիտի միջև հաջորդ ընտրությունների օրը լինեն բանտում։ Ես համաձայն եմ դրա հետ, եթե կա գոնե մեկ դեպ ընտրակաշառքի, իրենք կարելի մի 5 ընտրություն էլ կարող են մնալ բանտել։ Իսկ այդ ձայնագրությունները ինչի մասին են։ Լսեք ու Պարոն Կարապետյան, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը օրեր առաջ ազգային ժողովում ասել է, որ չկա գետ մեկ անց, որ կհերքի, որ ինքն է այդ ձայնագրություններում։ Այդ ձայնագրություններում էլ բազմիցս ձեր անունն է հնչում, ձեր թիմի անունն է հնչում։ Լավ, եթե դուք կապ ունեք, ո՞նց հնչել է։ Եթե դուք կապ ունեք, ո՞նց է այդ ամեն ինչը կապվում ձեզ հետ։ Ինչի ստացվեց այդպես, որ կապվեց ձեզ հետ։ Իրենք կապում են, իրենք քանդում են, իրենք հավաքում են, բայց իրենք չեն հաղթելու։ Պարոն Կարապետյան, կարող է լինել որևէ իրավիճակ, եւ ձեր քաղաքական ուժը համագործակցի Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ, քաղաքային կամ այլ պետական մակարդակում։ Արդեն վիրավորական է այդ հարցը, մի այդպես հարցեր տվեք։ Հետո էլ ասում եք կատականում եմ, ասում եք լուրջ ասեք։ Դե այսենց հարցեր եք տալիս որ կատակ։ 300,000 ադրբեջանցիների թեզին հանրությունը այդպես էլ չհավատացավ։ Մի քանի օր սպասեք։ Հավատացող լիներ արդեն փողոցում կլիներ։ Ասել են որ ինչ եղան այդ ադրբեջանցիները։ Հիմա կտեսնենք ամսի 16-17-ին երեք էլ Ալիևը ասավ ինչ պետք է լինի, ես չգիտեմ։ Պարոն Կարապետյան, պատրաստ չեք ընդդիմադիր լիդերի կարգավիճակի, հիմա փաստորեն 24%-ով կա 23%։ Դուք պատրաստ եք արդեն ընդդիմադիր լիդերի կարգավիճակին հաշվի առնելով, որ կարծես թե մանդատները վայր դնելու Ինչի կարող եք համբերել։ Մենք հիմա ինչին համբերենք, կբացեք չակերտները, պարոն Կարապետյան, ինչին համբերենք։ Ընտրությունների արդյունքը պարզ է, ամեն ինչ պարզ է, ըստեյության վերջնահաշվարկը Պատասխանեք, դուք պատրաստ եք ընդդիմադիր։ Չեք կարծում, որ ինչ եք անելու, կարծես թե դուք ընդդիմադիր լիդեր լինելու։ Մենք գլխավոր հարցն ենք անելու ենք ամեն ինչ օրինական ճանապարհով Փաշինյանին հեռացնենք։ Սա է լինելու հիմա մեր քայլը։ Սահմանադրական դատարանն է օրինական ճանապարհը, նկատում ենք Հիմա դիմել ենք սահմանադրական, չէ, հիմա դիմել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի իրենց մեղքերը քավեն։ Եթե չստացվեց, կդիմենք սահմանադրական դատարան, ասեցի արդեն։ Առաջարկում ենք երկու պայման։ Նոր ընտրություններ, երկրորդ փուլ, որը կորոշեն, դա էլ կանենք։ Իսկ եթե չորոշեցին։ Դե Պլան B-ն է ուզում։ Այդ է արդեն Պլան B-ն չեք քայլ կասենք։ Մտավախություն չունեք։ Լրում է ընդդիմությունը, լրում է, վերջնահաշվարկը։ Բայց լրում եմ ես։
Բան Կարապետյան, Ինչ ասեցիք, պատասխանեցի, լռում եմ։ որ ասում եք սպասեք, մտավախություն չունեք, որ հանրությունը կհաշտվի ընտրությունների արդյունքների հետ եւ ոչինչ չեք ասում։ Ես ասել եմ, հայ ժողովուրդն է որոշելու։ Եթե հայ ժողովուրդը որոշի կհաշտվի, ուրեմն կհաշտվի։ Ես չեմ ասել։ Այսինքն եթե ժողովուրդը չընդվզի, դուք այլևս անելիք չունեք, այդ դեպքում Եթե ընդդիմադիր ժողովուրդը չընդվզի, այսինքն ով ինչ անը, ժողովուրդն է որոշելու։ Համակերպես իրավիճակը։ Դե տեսնենք, մի որոշել է, թե չի որոշել։ Խո մի օրում չի որոշ, ժողովուրդը մտածում է, հետո է որոշել։ Ռուսաստանի շնորհավորանքի հետ կապատելի ձեզ մեկ հարց ուղեմ։ Ռուսաստանը մինչ օրս պաշտոնապես չի շնորհավորել Հայաստանի իշխանությունների ընտրությունների արդյունքների կապակցությամբ, մինչդեռ արևմտյան կենտրոններից նման արձագանքներ արդեն հնչել է։ Ձեր գնահատմամբ սա պարզապես դիվանագիտական դադար է, թե քաղաքական ուղղեր։ Ընտրությունը հաղթել են ամերիկացիք, ադրբեջանցիք, թուրքերը, եվրոպացիք, ռուսները, ռուսներն են պարտվել են հայ ժողովուրդը։ Այս ռուսները պարտվել են, Ռուսներն են հաղթել։ Ոնց ռուսներն են, բայց պայծառ կարել, հա, Փաշինյանը։ Գիտեմ, բայց բոլորը հաղթել են, բացի Հայաստանից։ Ես սանտակարներ, այս ճանապարհը կստարկեք կամ դրա համար կամ կապահաձեր հարցերը Անկարապետյան, բայց